Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի լույս սիրելի հայրենակիցներ, վաղը մեր 40-օրյա պահեցողության ընթացքի կարևորագույն, անշուշտ կարևորագույն ասելով չի բացասում մնացած բոլոր խորհուրդներն ու կիրակիների պատգամը ուղերձը նշանակությունը, այդուհանդերձ կարևորագույն կիրակիներից կամ խորհուրդներից, պատգամներից մեկն է մեր եկեղեցում, որը կոչվում է անառակ որդու վերադարձի կիրակի կամ անառակ որդու կիրակի։ Առանց մանրամասնելու պատմությունը, որին կարծում եմ բոլորը տեղյակ եք, եթե տեղյակ էլ չեք, ապա կարող եք գնալ եւ ընթերցել եւ տեսնել մանրամասնությունները։ Ուզում եմ անդրադառնալ շատ հատկանշական մի բանաձևումի, որ անառակ որդին կամ որդին, որ հեռացել էր հայրենական ժառանգությունից, մի պահ անդրադարձավ, անշուշտ պայմանների ստիպողականության ներքո անդրադարձավ իր կարգավիճակին եւ ասաց. «Հայր, մեղա երկնքի եւ քո առջև», այսինքն երկնքի Աստծու եւ մարդու առջև, քո առջև։ Եվ այդ մեղայականը կամ մեղքի գիտակցության զգացումը, ընկալումը, ըմբռնումը խորությամբ նրան մղեց գործողությունների, մղեց վերադառնալու հայրենական ժառանգություն, որից զրկել էր ինքն իրեն, ոչ միայն զրկված էր, այլ ինքն իրեն էր զրկել, մսխելով ամբողջ այն ժառանգությունը, կտակը, որ ստացել էր իր հորից։ Միևնույն ժամանակ նաև այդ խորհրդով նա իր մեջ մի տեսակ սպանել էր թե իր հայրական ժառանգությունը, թե նրա բարիքները եւ թե այն ամեն ինչը, որի մեջ ինքը ինչ որ ժամանակ վայելչապես ապրում էր եւ հայտնվել էր մի այնպիսի կարգավիճակում, որի միայն բաժին էր ընկել խոզերի կերը։ Եվ այդ պահին էր, որ գիտակցելով ինքնակննադատությամբ, ինքնաճանաչողության բարձրագույն աստիճանի հասնելով, թափանցելով իր սրտի եւ մտքի խորքերը, անդրադարձ ունեցավ եւ այն նշանավոր հայտարարությունն արեց բանաձև արդարության մասին, վերադարձի մասին, ասելով մեղա երկնքի եւ քո առջև, որը ուղղակիորեն կապված է մեր այսօրվա կյանքի հետ։ Քանի մարդը ապրում է, մարդը կարիքն ունի ինքնագնահատանքի, ինքնագնահատականի, ինքնաճանաչողության, բայց միևնույն ժամանակ նաև դրանից դուրս գործելու, վերադարձի, սրբագրվելու եւ այո, Աստծու եւ մարդու հետ, Աստծու առջև եւ մարդու հետ արդարանալու, դեր կանգնելով իր հայրենական ժառանգությանը։ Եվ այսօրվա պատգամը Պողոս առաքյալի խոսքն է իր աշակերտին ուղված Տիմոթեոսին, որը առարկայորեն այդպես է արձանագրված Սուրբ գրքում, բայց խորհրդանշականորեն մեզանից յուրաքանչյուրին է ուղված հատկապես այս օրերի մեջ, հատկապես մեր ամենօրյա կյանքի այս տառապանքի ճանապարհի մեջ։ Ինչ է ասում առաքյալը։ Քարոզիր Աստծո խոսքը, հայտարարիր այն ամեն առիթով, պատե թե անպատե, հանդիմանիր, սաստիր, հորդորիր մեծ համբերատարությամբ եւ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաճոյախոս ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից եւ կընկնեն առասպելների գիրկը, բայց դու արթուն եղիր ամեն ինչում, համբերիր նեղություններին, ավետարանչի գործը տարա, ծառայությունդ հասցրու իր ավարտին։ Ես իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ եւ իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է։ Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ սպասում է արդարության պսակը, որը Տերը արդար դատավորը իբրև հատուցում դատաստանի օրը կտա ինձ։ Այս խոսքերը, ինչպես ասացի, առարկայորեն
Սուրբ գրքի մեջ արձանագրված եւ նաեւ ուսուցման իմաստով իր աշակերտին ուղված առաքյալի խոսքերն են։ Սակայն այս ամենը այս առարկայական, պատմական արձանագրությամբ հանդերձ նաեւ խորհրդանշական են մեզանից յուրաքանչյուրի համար։ Այս խոսքերը մեզանից յուրաքանչյուրին են ուղղված են ամեն մեկիս, առողջ վարդապետության մասին, այս կյանքի բարի պատերազմը պատերազմելու մասին, ամուր հավատքի մասին, ընթացքը չխախտելու մասին, ուղիղ կոչումն ունենալու ճշմարտության մասին խոսելու եւ այսպես շարունակ եւ ի վերջո արդար հատուցման եւ արդարության պսակը ստանալու մասին։ Մեր առաջին օրվանից կյանքի մինչև վերջին օրվա պատմությունն է սա։ Այն պատգամը ուղերձը, որ ուղղված է ամեն մարդու, այս պարագային նաև հատկապես մեզ, յուրաքանչյուրիս, հայաստանյան կամ հայ ժողովրդի իրականության մեջ ապրող յուրաքանչյուր մարդու։ Մի երկմտիր սաստելու, հանդիմանելու, Տիրոջ խոսքով առաջնորդելու, այսինքն այն հոգևոր, բարոյական արժեքներով, գաղափարներով, վեհացնող, սրբագրող, արդարացնող, որոնք Աստծո խոսքից են գալիս, Աստծո կենթանությունից են գալիս, բայց միևնույն ժամանակ մեզ համար գործնական նշանակություն ունեն։ Եվ յուրաքանչյուրիսը վիճակված բարի պատերազմ պատերազմելու։ Ասում է առաքյալը, ես իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ։ Եվ յուրաքանչյուրի համար զոհ ոչ թե պարզապես զոհաբերվելու, անիմաստ կերպով ընթանալու, այլ կյանքի պայքարի մեջ չզիջելու, որևէ կերպով չերկմտելու, չկասկածելու, հավատքը ամուր պահելու, արժեքների հետևից գնալու եւ ի վերջո հասկանալու, որ այս կյանքը ավարտվելու է մի օր։ Այսպես թե այնպես ավարտվելու է այս կյանքը։ Եվ ո՞րն է լինելու դրա արդյունքը, ամեն մեկի կյանքի արդյունքը, ինչ ձեռքբերումներով, ինչ նվաճումներով, ինչպիսի կեցվածքով, ինչպիսի վարքաբանությամբ եւ ինչպիսի գաղափարներով, որոնք ոչ միայն իրեն են վերաբերում, այլ ամբողջ շրջապատին։ Եվ այս օրերին, սիրելի ժողովուրդ, մենք անընդհատ խոսում ենք այն անհրաժեշտության մասին, որով մենք կոչված ենք ազատագրվելու այս չարիքի իշխանությունից, այո, չարիքի իշխանությունից, այս ստի թագավորությունից եւ վերականգնելու մեր կյանքը, վերադառնալու տուն մեր հայրենական ժառանգությանը եւ տեր կանգնելու այդ հայրենական ժառանգությանը իր ամբողջ վայելչությամբ։ Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ, ընդամենը 3 կամ առաջի օրը հնչած այլևս այս չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածին, որը իր խորքով, իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով, պարզապես մեզ համար Պրագա 2-ն, այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին, հոկտեմբերի 6-ին, ստորագրելով, համաձայնելով հանձնել Արցախը, հանձնել մեր հայրենիքը թշնամուն, ուղղակի թշնամուն, մեր հայրենիքը հանձնելով ոչ միայն հողը, այլ մեր հայրենական ժառանգությունը, մարդկանց, շիրիմները, սրբավայրերը եւ ամենը։ Եվ այո, այս օրերին այս խաղաղության պայմանագիր կոչված, ճակերտավոր ասած, այս չարիքի մեջ, նաեւ չարիքով ավելի ճիշտ, նաեւ այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2, այսինքն հանձնելու բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ։ Եվ ինչ էր ասում, մենք տեղեկություն ունենք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին եւ ասել, որ հայտարարությամբ պիտի հանդես գա կամ դիմումով հանդես գա եւ այսպես դիմելով ժողովրդին կամ ինչ որ կերպով ժողովրդին հաղորդակից դարձնելով, որ այդ պայմանագրի հիշում եք 17 կետեր այլևս, որոնք վերջին 2-3 կետերը համաձայնեցված չէին,
այլևս համաձայնեցված են եւ այլն եւ այլն։ Եվ սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական, ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջի այլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը եւ անդրադարձը համարժեք չլինի, նախ արտգործնախարարի շփթունքներով եւ ապա թշնամու արտգործնախարարի շփթունքներով հայտարարվեց այդ մասին եւ ապա նա ստախոսը լրագրողների հետ ոտքի վրա այսպես իմիջի այլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք, բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են եւ ինչ էին այդ կետերը միջազգային կամ եվրոպական դատարաններից դատերը հետ քաշելը, այդքան գովերքված եվրոպական դիտորդներին կամ իրենք բնութագրած երրորդ ուժի ներկայության ողջ սահմանագծից հետ քաշելը, Ադրբեջանի հետ սահմանագծից, որի սահմանները ճշտված չեն որևէ կերպ եւ չեն էլ ճշտվելու բնականաբար, այլ միայն հանձնվելու է Հայաստանից տարածքներ, մեր հայրենիքը կտոր-կտոր ինչպես տեղի է ունենում եւ ինչպես ասացի միջանցքը եվրադատարաններից դատերի հետ քաշելը եւ նաեւ այդ եվրադիտորդների ուղղակիորեն չգոյությունը սահմաններ, որը այդքան գովերքում էին, փառաբանում էին եւ համարում էին որպես ինքնիշխանության եւ այլ այսպես զավեշտալի բնութագրումների արկայություն մեր կյանքում։ Ուրեմն եւ միևնույն ժամանակ ասում է, որ ժողովուրդը ամբողջությամբ տեղյակ է, ժողովուրդը ոչ մի բանից էլ տեղյակ չէ։ Ուրիշ հարց, որ դուք զանազան առիթներով այս կամ այն կերպով այդ բոլոր կետերը ինչ որ ձևերով մոլորեցնելով, մեկնաբանելով, խաբելով, խաբխփելով առանց որևէ կոնկրետ բանաձևումների տեքստային ներկայության փորձել եք փոխանցել, ինչպես այս վերջինը արեցիք, ինչպես այս 3 կամ առաջին օրը խոսեցիք այդ մասին։ Եվ հիմա ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերքում եք, հրապարակես ուղղակիորեն գրավոր տեքստով ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդը իսկապես ծանոթ լինի։ Կամ ելնես եւ բարբաջես, խոսես, ուղղակիորեն խոսես, կետ առ կետ ընթերցելով եւ կարդալով, որպեսզի այլ որևէ ձևով ձեր սիրած բառով մանիպուլյացիաների մեր արտահայտության մոլորեցնելու որևէ առիթ չստեղծեք, խարդավանքի մոլորեցման ստի որևէ առիթ չստեղծեք եւ մեղքը նորից որևէ մեկի վրա չդնես։ Հավելյալ թշնամու գործիչը անունները չեմ ուզում տալ, հայտարարում է, որ Արցախի պատերազմին ազատամարտին մասնակիցներին պետք է հանձնեք մեզ եւ լրագրողի հարցին պատասխանում է ասելով ես տեղյակ չեմ։ Արդեն 2 անգամ հնչած, հրապարակային հնչած, կարկառում գործչի կողմից այս մարդը տեղյակ չէ։ Սուտ 1000 անգամ սուտ, ինչպես ամեն ինչի մեջ սուտ, ինչպես խաբեբայություն բոլոր բաների մեջ, այս դեպքում էլ սուտ։ Ինչ է խնդիրը։ Հայտարարել է, որ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, հատկապես հավանաբար հղում կատարելով կամ իմտի ունենալով նախագահներին, ռազմական, քաղաքական գործիչներին, ովքեր դերակատարություն են ունեցել Արցախյան մեր ազատամարտին եւ Արցախի ազատագրության գործում հանձնել ուղղակի Ադրբեջանի քմահաճույքին կամ դատարանին եւ որևէ խոսք չկա եւ դեռ հակառակը ասելով որ ես տեղյակ չեմ թե ինչ է դա տեղյակ չեմ ուղղակի տեղյակ չեմ սուտ ստախոսություն խաբեբայություն շատ է լավ տեղյակ ես եւ դեռ ավելին ասեմ ոչ միայն տեղյակ ես այլև լուռ ես մնացել եւ դու եւ բոլոր քո կողքը գտնվող որևէ գործիչ նախարարություն կլինի կամ այլն, որոնք կոչված են պաշտոնապես արձագանքելու եւ պատասխանելու։ Դու տեղյակ չես, նախարարությունն էլ տեղյակ չէ, որ քեզ կոչված էր ուղղակի այդ տեղեկատվությունը փոխանցելու։ Տեղյակ եք եւ ոչ միայն տեղյակ եք, այլև մասնակից եք։ Մասնակից եք այդ բոլորը, որովհետեւ մեզ ասած տեղեկություններով
տարբեր ատյաններից։ Դուք նաև այդ մասին լուռ եք մնացել, ձեզ հնչեցրել են, միջազգային ատյաններում էլ են տեղյակ, որ այսպիսի հարց կա, եւ դուք լուռ եք մնացել։ Եվ ադրբեջանցի գործիչներ են հայտարարել, քաղաքական գործիչ դիվանագետներ, տարբեր միջավայրերում, որ այո, շատ շուտով նաև այդ հարցը կլուծվի, ազատամարտի մասնակիցներին հանձնելու հարցը։ Եղել է այսպիսի խոսակցություն, եւ մեզ փոխանցել են դա։ Եվ երկրորդը, այս ճանապարհով նաև ռազմագերիներին, ռազմաքաղաքական ղեկավարությանը մեր Արցախի նշանակում է հրաժարվել նրանցից։ Եվ այս մասին եւս, երբ ասում են, թե մենք ամեն ինչ անում ենք սուտ, դարձյալ սուտ, ոչ միայն չեք անում, այլև խնդրում եք տարբեր պետությունների, որ այդ հարցին չանդրադառնան, որպեսզի չվնասեն ձեր դավադիր հանցագործ բանակցություններ ճակերտավոր կոչվածը Ադրբեջանի հետ։ Այո, անում եք դա։ Անում եք եւ այդ տեղեկություններն էլ են մեզ փոխանցում։ Մեր բազմաթիվ դիմումներին, տարբեր խոսակցություններին, որովհետեւ ձեզանից որևէ կերպով հույս չկա ուղղակիորեն միջազգային տարբեր կառույցներին, գործիչներին դիմելով, խնդրելով, որպեսզի ռազմագերիների հարցին անդրադառնան, ոչ միայն իմ կողմից, այլ բազմաթիվ կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների կողմից, խմբերի կողմից այդ բոլոր դիմումներին մեկ պատասխան են տվել։ Սրա իրավատերը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Խնդրանքները կամ պահանջները կամ ցանկությունները, դիմումները պետք է գան պաշտոնական Երևանից։ Պաշտոնական Երևանը ոչինչ չի անում եւ դեռ հակառակը, նույնիսկ միգուցե համագործակցումը, որպեսզի այդ խնդիրը լուծում չունենա։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր հայրենակիցները, մեր եղբայրները տուն վերադառնան, ղեկավարությունը, գերիները եւ բոլոր նրանք, ովքեր այսօր տառապանքի մեջ են գտնվում թշնամական բանտերում։ Եվ այո, մեզ հրամցնում այս ամբողջի խորապատկերի վրա մեզ հրամցնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճակերտավոր ասած այս արաբիրքը, այո արաբիրքը։ Եվ ուրիշ բան ասեմ։ Այդ հայտարարությանը, այս ստախոսների իշխանության հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի կետերը ամբողջացրել ենք, համաձայնեցրել ենք եւ այլ, անմիջապես հաջորդում է թշնամի պետության ղեկավարի Ալիևի հայտարարություն, որ զրոյական վստահություն ունենք ձեր նկատմամբ, վերստին ստորացնելով, վերստին նվաստացնելով։ Եվ դեռ շարունակաբար տարբեր հայցերի մասին է խոսում, 11 միլիարդ հասցրած վնասների մասին եւ այլն, այդ հատուցման մասին, այսինքն շարունակաբար պահանջներով ստորացնելով եւ նաեւ հասցնելով այնպիսի աստիճանի, որ որևէ արժեք, լումայի արժեք անգամ չունեք ոչ միայն մեր թշնամիների աչքի առջև, այլ ես վստահաբար ասում եմ միջազգային որևէ ատյանում, որևէ գործընկերոջ մոտ։ Եվ ինչ է սա նշանակում։ Ես մի տեսակ նաեւ մտածում եմ, որ ներքին համաձայնություն գոյություն ունի, ասելով, որ մենք կհայտարարենք այս մասին, դուք էլ կասեք, որ ոչ, մենք համաձայն չենք, եւ միգուցե պայմանավորված, ես պարզապես ենթադրում եմ սա, միգուցե պայմանավորված պատերազմի գնալով, հասկանալով հանդերձ, որ այդ Միչանսկի հարցը խնդիրը, Սյունիքի հարցը խնդիրը, Եվրադատարանների հարցը խնդիրը, սահմանադրության փոփոխության մասին, որ ակնարկել են խնդիրը, եւ ցասում ընդվզում առաջացնելու նաեւ որոշակի իմաստով արդար ընդվզում առաջացնելու պատճառ կարող է հանդիսանալ, ուրեմն մենք այսպես իմիջի այլոց կխոսենք, ասենք, որ եղել է, դուք էլ ասեք, որ ոչ, համաձայն չենք կամ վստահություն չունենք եւ ապա պայմանավորված պատերազմը այդ բոլորը կհանձնվի ձեզ, մենք էլ կասենք, որ ժողովուրդ, դե որ չեք համաձայնվում, մենք չենք համաձայնվում, ընդվզում եք եւ այլն, ահավասիկ պատերազմ եկավ ձեզ, մեր ժողովրդին էլ անընդհատ վախեցնելով պատերազմով, բայց ուզում եմ ասել, պատերազմի հրձիքը դու ես, պատերազմը դու ես բերել, շարունակում ես բերել, շարունակում ես սպառնալիք դարձնել պատերազմը, վախեցնել դրանով, որպեսզի մեկ բան ապահովես, քո իշխանությունը, չարիքի իշխանությունը եւ քո փողի պաշտամունքը, քո ամբողջ ընտանիքով եւ շրջապատովդ հանդերձ։ Եվ այո,
այս պատկերի, այս ամբողջ իրականության մեջ, որը փորձեցի շատ արագ կերպով ներկայացնել, առանց խորանալու մանրամասնություններ, որոնցով լի է կարծում եմ ամբողջ տեղեկատվական դաշտը։ Ուղղակիորեն, պարզ, անկեղծ խոսել եւ դիմել տարբեր ոլորտների շերտերի մեր մարդկանց ներկայացուցիչներին, հայրենակիցներին։ Առաջինը ուզում եմ մեր ոստիկանությանը դիմել, անհատներին, ծառայողներին, սպայական կամ շարքային, եւ ասել, որ դուք մինչև երբ եք հանդուրժելու իրավապահ համակարգին ամբողջությամբ, մինչև երբ եք հանդուրժելու ձեր ընկերների մահվան պատճառ դարձած այս չարիքի իշխանությանը, որը նաև ձեզ է մղում հանցագործությունների։ Դուք կոչված եք այդ հանցագործությունները կանխելու, բայց ձեզ մղում է հանցակից դառնալու եւ հանցագործ դառնալու։ Եվ մինչև երբ եք սա հանդուրժելու, ինչպես եք հանդուրժելու, ինչ կերպով եք ձեր ծառայությունը իրականացնելու, երբ ամբողջությամբ վաճառվում է այդ արյունը եւ վաճառվում է ձեր ընկերների սխրանքը, զոհաբերությունը, ձեր կյանքն է վաճառվում, բառից բուն իմաստով։ Երկրորդ ուզում եմ դիմել մեր ներկա եւ նախկին սպայական կազմին, անհատներին նորից առանց միավորին որպես ամբողջություն գնահատելով։ Դուք մինչև երբ եք հանդուրժելու, մինչև երբ եք ընդունելու այս չարիքի մարտահրավերը, որը այո մսխել է ձեր հաղթանակը եւ վաճառել է ձեր ընկերների եւ շարունակաբար վաճառում է ձեր ընկերների արյունը։ Մինչև երբ եք հանդուրժելու սա։ Երբ եք ի վերջո այդ պատյանից դուրս գալու եւ ասելու, որ այս իրավիճակը անընդունելի է մեր պատվի, մեր ուսադիրի համար։ Այո, բոլորիդ եմ ասում։ Բոլոր նրանց, ովքեր լուր, խելոք, կարգապահ, իրենց մտքով կարգապահ, փորձում են իրենց կյանքը շարունակել, ծառայեցնել ինչին, ինչ կոչումով ծառայեցնել։ Որևէ կերպով իմաստ չունի, դուք էլ լավ գիտեք, որ իմաստ չունի։ Եվ բայց հրապարակային իմաստով կամ գործողությունների իմաստով շարունակում եք լուր մնալ։ Ուզում եմ դիմել, այո, գործարարներին մեր։ Ձեր ունեցվածքը, քրտինքը ամեն օր սպառող այս չարիքի իշխանությանը մինչև երբ եք ծառայելու, մինչև երբ եք հաղորդակից լինելու, հաղորդակցվելու, հաղորդության մեջ գտնվելու, համագործակցելու, ովքեր այսօր հենց ձեզ այսօր սպառնում են տերորով, ահաբեկությամբ, հարկային եւ այլ միջոցներով, որևէ կերպով փորձելով վախեցնել ձեզ, ասելով, որ դուք գործ չունեք, սա քաղաքականություն է, ձեր հետ կապ չունի, բայց հարկային տերորով, բեռնավորվածությամբ եւ գիտեմ, որ շատերը շատ հլու հնազանդ կերպով, այո, հլու հնազանդ, մեծ չխոսեք, հլու հնազանդ կերպով ենթարկվում եք այդ տերորին, մի կերպով ասելով, որ դե ունեցվածք ունենք եւ այլն։ Այդ ունեցվածքը Արցախում էլ ունեին, գնացել է ամբողջը։ Այդ ունեցվածքը վաղ ուրիշ տիրապետության տակ եք դնելու եւ նույն կերպով ծառայեցնելու եք ուրիշին, չասեմ թշնամուն։ Այո, թշնամուն եք ծառայեցնելու։ Ուզում եմ դիմել քաղաքական գործիչներին, կուսակցություններին։ Էլ ինչի եք սպասում։ Ինչին եք սպասում։ Բավարարը Facebook-ներում, սոցիալական ցանցերում, հարցազրույցների տեսքով, գրառումների տեսքով, վախ-վուխ անելու տեսքով ուղղակի ինքնապաշտպանվել։ Ահավասիկ հրապարակը բաց, մարտահրավերը նետված եւ կարծում եմ, որ ձեր եւ մեր բոլորի առաջին գործը պետք է լիներ այս աղետի կանխմանը նախաձեռնություններ դրսևորել եւ ուղղակի փողոցում իրականացնել այդ բոլորը։ Իրական գաղափարական ուղղակիորեն առաջնորդություն դրսևորելով։ Եվ բառացի ոչինչ չանել, ուղղակի ոչինչ չանել։ Բավարար չեն այդ գրառումները, բավարար չեն այդ հարցազրույցները, բավարար չեն ուղղակի։ Ես կանդրադառնամ այս դիմումին ու կոչումին, բայց միևնույն ժամանակ ուզում եմ այս ծիրից ներս դիմել ՔՊ-ականներին թերևս վերջին անգամ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր անդամներին։ Բազմաթիվ անգամներ դիմել եմ ձեզ եւ ասել, դուք հանցակից եք դառնում, ձեզ հանցակից է դարձնում, մեղսակից եք դառնում, մեր կյանքին, պատմությանը ճակատագրին, որքան ուզում եք ասել խաղաղության դարաշրջան եւ այլն, ինչ ուզում եք ասեք,
Դուք լավ գիտեք, որ դուք հանցագործության մեջ եք, հանցակից եք։ Այո, արյունապարտ եք դառնում կամ ձեզ դարձնումը, մեղսակից եք դառնում եւ ձեզ դարձնումը։ Ժամանակն է, որպեսզի ասեք հայր մեղա երկնքի եւ քո առջև եւ վերադառնաք ձեր հայրենական ժառանգությունը պաշտպանելու կոչումին։ Հրաժարվեք այս չարիքից։ Որքան կարող եք կապանքված մնալ, ինչն է փողը, ինչն է ձեզ պահողը, պաշտոնը, անվտանգությունը, ինչը։ Միթե ավելի մեծ չէ ձեր պատմությունն ու ժառանգությունն ու հայրենիքը, պետությունը, քան այն ճղճիմ կյանքը, որ կարող եք ապրել։ Եվ սա բոլորի մասին է։ Այո, նաև ուզում եմ դիմել ասելով, որ մեր գործիչներին հանրային դաշտում, հատկապես ընդդիմադիր, ինձ համար ընդդիմադիր որպես այդպեսին ճակերտավոր գոյություն չունի, գոյությունն են մարդիկ, ովքեր հայրենիք ունեն եւ մղված են պայքարի, այո կուսակցությունների տեսքով կազմակերպությունը կամ անհատապես։ Դադարեցրեք այս անպտուղ վեճերը, դադարեցրեք ուղակի, ժամանակը չի դրանց համար, անառողջ, անպտուղ վեճերը, պետք է ականջալուր լինենք, ինչպես Առաքելն ասում է, առողջ, ողջամիտ վարդապետության, գնահատել այս ամենը, իրականությունը գնահատել եւ ավելի մեծ, ավելի վեր արժեքով առաջնորդվել, քան թե տարբեր մեղադրանքներով, փոխադարձ մեղադրանքներով։ Դրանց ժամանակները անցել են, դրանց ժամանակները վերացել են։ Մենք մեկ ճանապարհ ունենք, մեկ ճանապարհ եւ մեկ նպատակ ու մեկ թիրախ։ Այս չարիքի իշխանությունից ժամ առաջ ազատագրվելը, որպեսզի կարողանանք կանխել այս անընդհատ ահագնացող, մեծացող աղետը, որ մեր կյանքին պատահում է։ Եվ այս իմաստով նաև ուզում եմ միջազգային կառույցներին մեկ-երկու խոսք ասել կամ տերություններին։ Բավարար է մեր արյան հաշվին, մեր կյանքի հաշվին, ձեր աշխարհաքաղաքական շահերը առաջ մղեք, բավարար է։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին։ Մենք ենք պատասխանատու, մենք ենք գործողը, մենք ենք դրա կրողը։ Բայց բավարար է ձեր աշխարհաքաղաքական շահերի պատճառով մեր արյունն ու կյանքը վաճառողներին հանդուրժելը կամ որևէ կերպով քաջալերելը։ Հայ ժողովուրդը կապ չունի, այո, այսօր միգուցե խոցված, այսօր միգուցե մոլորված, շփոթված, նույն պատերազմի սպառնալիքի ներքո, ինչ որ իմաստով վախեր ունեցող, այդուհանդերձ կապ չունի այս չարիքի իշխանության հետ, որոնց քաջալերողը, որոնց միգուցե նաև աջակցողը դուք եք նաև։ Հրաժարվեք այս բոլորից, ձեռնպահ մնացեք։ Հասկանալով հանդերձ եմ ասում, որ ձեր ունեցած շահերը, աշխարհաքաղաքական շահերը փորձելու եք ծառայեցնել ձեր բարիքին ու նպատակին։ Այդուհանդերձ վերստին կրկնում եմ, բավարարը, մենք չենք հանդուրժելու դա։ Մենք ենք կերտելու մեր ճակատագիրը, մեր ուղղությունը, մեր առաջնորդությունը եւ մեր օրակարգը։ Եվ այդ օրակարգի մեջ մենք հրաժարվելու ենք հակա թշնամական որևէ վերաբերմունք ունենալու միջազգային տերություններին, կառույցներին։ Եվ այո, ցանկանալու ենք արդար ուղիղ բարեկամությամբ մեր կյանքին ուժեղ Հայաստանի, ուժեղ պետության գաղափարով առաջնորդվել։ Եվ գալով մեր ներքաղաքական կյանքի նորից ու վերստին, հարցադրում է այսօր ինձ համար, եթե որևէ մեկը համարում է, որ սա այս ընթացքը պարզապես քաղաքական գործընթացը կամ ավելի ճիշտ ձևակերպեմ բանաձևը, հարցադրումը մեկն է, քաղաքական գործընթացներ են սրանք որևէ մեկի համար, թե ազատագրական պայքար, մոտեցումը որն է ձեր, հստակեցրեք այդ մոտեցումը, քաղաքական գործընթաց, որ կարող է լինել, ընթանալ, սովորական հունով, պայմանագիրել կնքել, պայմանագիրել չկնքել եւ այլն, մնացած բոլոր բաները, հայրենիք հանձնել, չհանձնել, Արցախ հանձնել, չհանձնել, որ հանձնված է, մարդկանց կյանքը դժբախտացնել, չդժբախտացնել, սոցիալական խնդիրներ եւ այլն, տարբեր
բեռնավորումներ։ Սա քաղաքական գործընթացը ձեզ համար, թե ազգային ազատագրական պայքարի մղող մի իրականություն։ Հարցադրումը դուք ձեզ տվեք, պատասխաննել դուք փորձեք գտնել։ Սա ինձ համար քաղաքական գործընթաց չէ։ Բարի բոլոր նրանց համար, ովքեր այս մտածումն ունեն, նրանց համար էլ քաղաքական գործընթացներ չեն։ Սա ազգային ազատագրական պայքարը ուղղակիորեն։ Մեր մոտեցումը դա է։ Անկախ նրանից ինչ կասեք կամ ինչ չեք ասի։ Բավարար է քաղաքական, քաղաքագիտական մեր վերլուծությունները, դրանք լավ են, չափազանց լավ են։ Այդուհանդերձ կարիքն ունենք դաշտում փաստելու, վկայելու, գործելու եւ հաստատելու դա։ Երկրորդը, ինչպես միշտ հարցրել եմ, մի հարցրեք հնարավոր է թե ոչ, այլ հարցրեք անհրաժեշտ է թե ոչ։ Եթե կհարցնեք հնարավոր է թե ոչ, այդ հարցի պատասխանի մեջ էլ կմնաք։ Եթե կհարցնեք անհրաժեշտ է թե ոչ, այդ հարցի դրական պատասխանի դեպքում, այսինքն անհրաժեշտ է, ասում մեզ համար անհրաժեշտ է այս չարիքի իշխանությանը հեռացնելը, ուրեմն նաև կդարձնենք հնարավոր, բոլոր հնարավոր տարբերակներով։ Ուրեմն այս երկու հարցադրումները տվեք եւ դրանից մղված ուրեմն փորձեք գործել։ Քաղաքական գործընթացներ են սրանք, թե այո, չեմ վարանում ասելու, ազատագրական պայքար կամ հնարավոր է թե անհրաժեշտ։ Երբ այս հարցերի պատասխանները դուք ձեզ համար կտակ եւ կգտնեք, մնացած գործերն էլ կանեք։ Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այսօրը կամ այս օրերը, մարտ 14, 15, 16, այս օրերը, այս ամբողջ ժամանակահատվածը, անցյալ տարի, 1 տարի առաջ ուղիղ, երբ համատարած աղետեր, համատարած ապաթիա, համատարած վախվուխ, ինչպես այսօր կամ այսօրվա, այսպես ասած, համապատկերի մեջ, համատարած մոլորված վիճակ, վախեցած վիճակ, ամբողջությամբ Արցախի հանձնումից հետո, երբ այո մեր ճանապարհները, մեր լուծումները գրեթե անտեսանելի են, անհասկանալի են, ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը եւ պետք է կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց, ինձ համար անձնական հաշտություն ունենալու, ինքս ինձ Աստծու հետ, մեր նահատակների եւ մեր կյանքի ու մեր պատմության հետ։ Ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար։ Եվ այո, հաջողվեց մեզ, հաջողվել է եւ շարունակելու է հաջողվել։ Եվ ես ուզում եմ դիմել ասելով, ոչ մեկ չի թելադրել, ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի համոզել, եւ ես էլ ոչ մեկին ոչ թելադրել, ոչ ստիպել, ոչ համոզել եմ, որևէ կերպով, այլ դուրս եմ եկել եւ մինչեւ այսօր այդ պայքարի ճանապարհով շարունակում, միտեղ ուժեղ, միտեղ տկար, միտեղ բարակ, միտեղ հաստ, միտեղ կարճ, միտեղ երկար, բայց այդ պայքարի բովը գնացել է առանց որևէ մեկին ոչ պախարակելու, ոչ քննադատելու, ոչ ետ նայելու, ոչ առաջ նայելու, ոչ կողք, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ կալանք, ոչ մահ, ոչ մի բան, այլ մենակ մեկ գաղափար ու նպատակ։ Մեզ տրված կոչումով, ինձ տրված կոչումով ես կոչված եմ այս ազատագրության ճանապարհի մեջ մտնել։ Ինչ կարգավիճակով, դա էլ նշանակություն չունի։ Այդուհանդերձ դա իմն է։ Եվ ես ուզում եմ, որ յուրաքանչյուրինը դառնա։ Փառք Աստծո, որ այս օրերին բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ, ես ասեմ տասնյակ դուք մտածեք հարյուրավոր, ես ասեմ հարյուրավոր դուք մտածեք հազարավոր, մարդիկ իրենց պատրաստակամությունը հայտնել են, հայտնում են շարունակաբար այս իրավիճակը փոխելու համար, առանց անպտուղ վեճերի, առանց որևէ պախարակումների, առանց սրա նրա վրա այս կամ այն ձևով ցեխարցակումների, այլ պարզ մեկ մտքով ամեն ինչից վեր Աստված, պետություն, հայրենիք, պատմություն, ժառանգություն
եւ մեր նահատակության գինը։ Կան այդ մարդիկ, եւ ես ուրախ եմ, որ կան։ Եվ մենք այո, առողջ վարդապետության, մեր բարի պատերազմ ենք այո ստանալու համար փառքի պսակը, որովհետև ինչպես միշտ ասել եմ, դուք էլ շատ հաճախ լսել եք դա, որ ես անձնապես չեմ ցանկանում այս կյանքից հեռանալ նզովված, այլ ուզում եմ հեռանալ խաղաղ մտքով, երջանիկ հայացքով, Աստծո հետ հաշտ, մեր նահատակների հետ հաշտ, ինքս ինձ հետ հաշտ եւ օրտնված հեռանել այս կյանքից։ Դուք էլ հարց տվեք ձեզ, պատրաստ եք այդպես վարվելու թե ոչ։ Մտածելու եք միայն այս ժամանակը, որ փոքր տարածքի մասին, որտեղ այս կամ այն ձևով որևէ մեկը իր գոյությունը ապրում է կամ քարշ է տալիս, եւ մտածեք այն հավիտենական փառքի պսակի մասին, որ կարող է տրվել քեզ, մեզ, բոլորիս Աստծո օրհնության ներքո եւ մեր նահատակների վավերացմամբ։ Այո, ես անընդհատ խոսելու եմ մեր նահատակների մասին, որովհետեւ իրենք են իմ կյանքի ուղենիշը եղել։ Եվ այո, ինչպես ասել եմ, ասում եմ, մենք ազատագրական պայքարի մեջ ենք։ Բարի պատերազմը պատերազմելու մղումով։ Եվ դա հաղթանակից բացի ուրիշ վերջնարդյունք չունի։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեր ճանապարհը, եւ այն ինչ որ մենք մտածում ենք մեր կյանքի, մեր հայրենիքի ու պետության մասին, հնարավորությունն ու իրավունքը տա, առաջնորդությունը տա լիուլի իրագործելու, եւ դա լինելու է։ Ես խոստացել եմ եւ անելու եմ։ Աստված օրհնի բոլորիդ։